Star News-ը երեկ բացառիկ կերպով հայտնել է այն մասին, որ դերասան Կարեն Հովհաննիսյանն ու կինը Մանե Հակոբյանն ամուսնալուծության որոշում են կայացրել։ Այդ մասին Կարենը հայտնել էր իր վերջին հարցազրույցի ընթացքում։ Հարցազրույցը մեծ արձագանք է գտել համացանցում, սակայն Մանեն չի շտապել որևէ մեկնաբանություն թողնել այս հարցի վերաբերյալ։ Փոխարենը նա իր սոցիալական հարթակներում շարունակում է կիսվել նոր տեսանյութերով, բացարձակ անտարբերություն ցույց տալով այս թեմայի վերաբերյալ։ Իսկ նրա տեսանյութերն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Որոշել եմ ազատվել այն պրոդուկտներից, որոնց ժամկետները արդեն անցնում են, անցել են եւ այլն եւ ցավ չապրել դրանից։ Օրինակ ինքը սա այսքան դեռ կա, ես այսքան դեռ չեմ օգտագործել, բայց ես պետք է նա շփոթեմ, որովհետեւ ինքը գրեմային պրոդուկտ է եւ ժամկետի մեջ չի այլևս արդեն 1 ամիս կլինի ժամկետն անցել։ Ինքը թափվում է միանշանակ ու որոշել եմ չգնել այնպիսի բաներ, որոնք ես ունեմ, օգտագործում եմ, որ նորը չգնեմ ու հինը էլի տենց մնա, հետո մի օր էլի շփրտեմ, մի խոսքով ափսոս են, շատ ափսոս են, օրինակ այս հայլայլ իր ժամկետները արդեն մոտ մի ամիս անցել։ Էլ չեմ գնելու նոր պրոդուկտ, մինչև նախորդը չվերջանա։ Իրականում մի քիչ եւ մի քիչ շատ տխուրավոր ես հարցը ChatGPT-ի հետ եմ քննարկել, բայց հարց ունեմ։ Այս բլաշը կարելի է օգտագործել ավելի երկար, քան իր վրա նախատեսված ժամկետն է, եթե իր տեքստուրան չի փոխվել, մաքսիմալ հերմետիկ պայմաններում է պահվել եւ մաքուր կոկիկ է օգտագործվել, ասեց, որ սովորաբար օգտագործվում է նաեւ մոտ 2 տարի։ Խնդրում եմ, եթե մասնագետներ կան իմ էջում, կարող եք ինձ խորհուրդ տալ, ես սա ամեն դեպքում դեն նետեմ, թե կարելի է դեռ օգտագործել եւ չվնասել մաշկը։ Վել ենք նաև, որ շաբաթներ առաջ էլ Մանե Հակոբյանը հյուրընկալվել էր բացարձակ արժեք հաղորդմանը։ Վերջերս Մանեն հանդես եկավ մի նախագծում, որտեղ մարմնավորում էր գլխավոր հերոսներից մեկին։ Համացանցում քննարկումները շատ էին, կարծիքներն էլ տարբեր, սակայն հիմնականում քննարկում էին, թե ինչպես եղավ, որ Կարենը համաձայնվեց, որ Մանեն լինի եթերում։ Կարենն ասաց. «Ինչի չես հարցնում, ինչու դեմ չէի։ Առաջարկից հետո ձայն չեմ հանել, 3 օր։ Ինքն էլ չի խոսել, ասեց, չի հետաքրքրում ինչի բան չեմ ասել։ Ասացի հետաքրքրում եմ, ուղղակի վախենում էի վատ արձագանք ստանալ։ Կոնֆլիկտ լիներ, փոշմաներ։ Ասեց, որովհետև քեզ շատ եմ սիրում ու ուզում եմ երազանքներիդ հասնես, գիտակցում եմ, որ բացի մենքից դու առանձին անհատ ես, կար մի շրջան, երբ տանուլ էի տալիս ընտանիքը, ոչինչ չէի հասցնում, թողեցի եւ ընկա խորը դեպրեսիայի մեջ, որովհետև անսովոր էր աշխուժ ապրելակերպից հետո կորցնել ամեն ինչ, երկար տանջվելուց հետո դիմեցի մասնագետի, անկեղծացել էր Մանեն։ Կարեն Հովհաննիսյանը էկրաններին է արդեն շատ երկար տարիներ, սակայն հարցազրույցների շատ չի մասնակցել, բացառությամբ նախորդ տարվա, երբ նա հյուր էր Ամալիա Հովհաննիսյանի Live from հաղորդմանը։ Կարենը զրույցի ընթացքում խոսել էր դժվար մանկության, ծնողական ջերմության բացի մասին, ինչպես նաև անդրադարձել էր ծնող երեխա եւ կին-տղամարդ հարաբերություններին։ Հենց ծնող-երեխա հարաբերությունների մասին դերասանի արտահայտած մտքերն էլ հայտնվել են քննարկումների կենտրոնում եւ սկանդալի պատճառ դարձել։ Շատերը դերասանին մեղադրել էին եթերում բռնության կոչ անելու մեջ։ Բանն այն է, որ Կարենը երեխային դաստիարակելու մեթոդների մեջ ներառում է նաև ապտակը։ Այս քննարկումներն արդեն մի քանի օր է, ինչ կան, եւ ահա, Կարենին կրկին եթեր է տրամադրվել։ Հրաչ Մուրադյանը իր բաց թեմա հաղորդման շրջանակներում հրավիրել էր Կարենին։ Զրույցին ներկա էր նաև հոգեբան Մարիամ Մեհրաբյանը։ Այս հաղորդման ընթացքում նույնպես մասնագետները խոսեցին երեխային ճիշտ դաստիարակելու մասին։ Կարենը կրկին արտահայտեց իր անկեղծ խոսքը։ Ես միանշանակ էլի այն համոզմունքն ունեմ, որ երեխան պիտի ստանա ապտակ, բայց իհարկե տեղին։ Ես ինքս էլ ապտակ ստացել եմ այն սխալիս համար, որը պարբերաբար կրկնում էի։ Ես անձնապես օրինակներ ունեմ, երբ երեխային թողել են բարձի թողի վիճակում, ասելով, որ նա ինքնուրույն է, թող մեծանա, իսկ հիմա նա սայլակին է նստած, քանի որ դարձել է թմրամոլ։ Իմ ասածը վերաբերվում է նրան, որ երեխային պետք է ուղղակի սթափեցնող ապտակ հասցնել։ Ես չեմ խոսում ծեծի մասին։ Ես բնավ դրա մասին չեմ խոսում, որ երեխային պետք է անդադար ապտակես։ Կարենի այս խոսքը հավելեց նաև հոգեբանը։
Նշելով, որ վստահ է, որ Կարենը չի ուզում բռնության կոչ անել ու ասել, որ բռնությունը դաստիարակության միակ միջոցն է։ Մարիամ Մեհրաբյանը նաև նշեց, որ ժամանակին ասված խոսքը ու հայացքը կարող են ավելի ազդել երեխայի վրա ու չպետք է բաց թողնել երեխայի հետ խոսելու պահը, թե չէ ուշացած ապտակը երբեք չի փրկի իրավիճակը։ Հարկ է նշել, որ արդեն այս հաղորդման մեկնաբանություններում դիտողները համակարծիք են եղել դերասանի հետ և կիսվել են իրենց տեսակետով։ Հետևորդները այսպիսի մեկնաբանություններ են թողել. «Ճիշտ ես Կարեն ջան, այո, նման պարագայում շատ ճիշտ եք»։ «Կիսում եմ Կարենի կարծիքը, այո, սթափեցնող ապտակը երբեք սխալ չէ դաստիարակության մեջ։ Կարենի նման տղամարդ, եթե շատ լինի մեր հայ ընտանիքներում, չի վերանա նամուսով, շնորհքով ավանդույթները»։ Մեկ այլ հետևորդ էլ այսպիսի գրառում էր արել. «Ես համամիտ եմ Կարենի հետ, ավելի ադեկվատ, վերլուծող, առօրեական մտածելակերպով էր, իսկ հոգեբանները և մնացած ժամանակակիցները մենակ թեորեմներով են խոսում։ Մի ժամանակ տղաներն ու աղջիկները ավելի հզոր, ուժեղ կամքի տեր էին, քան հիմա, ընդ որում մի ժամանակ ավելի խիստ էին վարվում ծնողները»։ Եվ այսպես, այս հաղորդման շրջանակներում դերասանին հնարավորություն տրվեց ևս մեկ անգամ բացատրել իր խոսքը և արդեն ճիշտ ուղղությամբ հասցնել այն հեռուստադիտողին։ Հատկապես վերջին շրջանում Կարենը շատ ակտիվ է ինստագրամյան հարթակում, որտեղ հաճախ դստեր մասնակցությամբ տարբեր հոլովակներով է կիսվում։ «Նանեի շարքից» հրապարակումներին կից հաճախ գրում է Կարենը։ Ձեզ ենք ներկայացնում նաև դերասանական ընտանիքի դստեր մասնակցությամբ մի քանի հոլովակ ևս։ Դեժուպտա հլը? Դեժուպտա? Ուր ենք գնում? Նան ուր ենք գնում? Ավոն Հոֆոնը? Ուր ենք գնում? Ուր էստեղ հոֆոնան? Ստրոկովնատա տանեմա Դե արի գնանք տատան, արի Արի թզուկ Թզուկ Ավլե Արի Արի գնանք տեսնենք, հա? Գնանք տեսնենք Ջոջոտ Ով ա բերել? Բիբիգինա Դե բիդիգա ծուրած Արի գնանք տեսնենք, արի Ես քեզ հարցեր եմ տալիս, դու պատասխանի, հա? Լավ Հաստատ պատրաստ ես։ Ով է քո մաման։ Դու Ես։ Հա Իսկ դու ուրիշ մամա կուզես։ Նո Ինչու։ Չունսում Ինչու չես ուզում, ավելի պուպուշ սիրուն մամա։ Չէ ես քեզ եմ սիրում Չէ, ավելի պուպուշ մամա։ Նո ես քեզ եմ սիրում Բայց ավելի պուպուշ մամա չես ուզի։ Նո ես քեզ եմ սիրում Բա ես պուպուշ եմ։ Հա Դու պուպուշ ես ինձ բոն ես տորնում Մենակ առնում եմ, դրա համար եմ պուպուշ։ Հա Էլ ինչ եմ անում։ Էլ կոնֆետ ես առնում Հետո Դեղ ես առնում ես քեզ նեղացնում եմ։ Հա, նեղացնում եմ։ Չէ չես նողացնում Հաստատ։ Հաստատ հա Վայ Հաստատ չեր ուզի ուրիշ մամա։ Նո Ավելի սիրուն մամա էլի։ Տենց լավ մամա, լավ սիրուն եմ սխալում ասում։ Հայ։ Իսկ պապա, ուրիշ պապա։ Բա ինչու ես ինձ սիրում։ Բաբայներ եմ սիրում, մամայներ եմ Բա ինձ ինչու ես սիրում։ Որ դու ավելի շատ լավ ես Այ շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։